Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կարևոր հարցեր։ Զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերաբյանի հետ, ես Արման Բաբաջանյանն եմ, Հանուն Հանրապետության կուսակցության նախագահը։ Բարի լույս, ողջույն։ Ռուբեն, մեր երկրի ներքին թե արտաքին քաղաքական հարցերն են ավելի հրատապ եւ ավելի մարտահրավերներով լեցուն եւ ինչ միտումներ ես տեսնում առաջիկայում մենք ավելի շատ սպառնալիքներ սպասենք ներսից թե դրսից Ստայության ներսը եւ դուրսը այսօր միահյուսված են եթե նայում ենք մարտահրավերների առումով բայց այդ մարտահրավերը որը մի մեծ այսպես համալիր մարտահրավեր է այն հաղթահարվում է առաջին հերթին ներսից եւ դրսևորվելու է ներսում, որովհետեւ մենք առայժմ թողել ենք հնարավորություն մեզ վրա ներսից հարձակվելու այդ գործիքները եւ լծակները պահպանվում են եւ դա արվում է հիբրիդային պատերազմի տեսքով ձևով Մինչև մասնավորեցնելը ես կուզեմ որպեսի օրինակներով խոսենք կարող ենք ասել որ արտաքին մարտահրավերները նույնքան կամ այնքան հուժկու են, որքան մենք ներսում մեր իրավիճակը թույլ է տալիս։ Այո, դա այն Ջորջ Քեննանը, հա, այն ամերիկացի դիվանագետը, երբ այն երկար հեռագիրը ուղարկեց պետդեպարտամենտ 1946 թվականին, նա բնորոշում էր սովետական կոմունիզմը որը ըստ էության իր ֆունկցիոնալով Պուտինյան Ռուսաստանի ազդեցության այ բնույթից ոչինչով չի տարբերվում։ Այն դեպի դուրս, հա, այն արտահանող, հա, այս արտահանման մեջ։ Ինչի մասին էր խոսքը։ Նա ասում էր, այս ամենը մեզ վրա կազդի այնքան, որքանով մեր հյուսվածքները լինեն հիվանդ։ Սա հիշեցնում է մի հարուցիչի որը ախտահարում է միայն այն հյուսվածքները, որոնք ինքնին առողջ չեն, առողջ հյուսվածքը, ուղղակի այդ վարակը կվանի եւ ոչինչ չի լինի նրա հետ։ Հետևաբար չազդվելու համար արևմուտքը ինքն էր ասում, պետք է իր հյուսվածքները պահի առողջ։ Հիմա բերեք պրոյեկցենք մեր իրավիճակին։ Այո, մենք մեր հյուսվածքները, այն հյուսվածքները, որոնք հիվանդ են, կամ մինչև վերջ առողջացված չեն առավելապես այդ ժամանակ այդ հարցիչները գալիս են եւ սկսում են բազմանալ հիվանդ հատվածներն են հատկապես թիրախավորում որովհետեւ այդտեղ չունենք անհրաժեշտ դիմադրողունակություն իմունիտետն է թույլ եւ դա վերաբերում է մեր ներքին քաղաքական կյանքի ընդհանրապես պետության այդ կոնստրուկտի այն հատվածներին այն ինստիտուտներին որոնք առավելապես ախտահարված եւ հիվանդ են, թույլ են, դա դատական համակարգն է, դա առհասարակ արդարադատության հետ կապված ամբողջ համալիրն է, դատախազություն, քննչական մարմիններ, հա, իրավապահ համակարգ, մենք այդտեղ տոտալ տեսնում ենք անկարողություն, օրինակ եւ անհրաժեշտ հակազդեցություն այն բոլոր տարրերին եւ հանգամանքներին, իրողություններին, որոնք ներսում ամեն օր ավելի ու ավելի հրատապ են դարձնում գործելու անհրաժեշտությունը, քայլեր անելու անհրաժեշտությունը եւ այդ իմաստով հատկապես ուզում եմ կանգ առնել վարչապետի հանդիպումներին Փարիզում եւ ուզում եմ հատուկ առանձնացնել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ կայացած հանդիպումը ես իհարկե շատ պիտի ուզեմ որպեսզի հայաստանցի պաշտոնյաները առավել շատ հանդիպելու իրենց գործընկերներին մոլդովացի գործընկերներին հանդիպելու առիթներ ունենան, առիթներ փնտրեն, բայց կուզեմ որ դրանք չսահմանափակվեն սոսկ հանդիպումներով, որովհետև կարծում եմ Մոլդովան մեզ համար գոնե այս պահին դասագրքային օրինակ է, թե ինչպես պետք է ներքին սպառնալիքները չեզոքացնելով ըստ էության դիմակայել արտաքին մարտահրավերներին եւ արտաքին սպառնալիքներին եւ թե Մոլդովան իրապես օրինակ է թե ինչպես են դրանք փոխկապակցված եւ ինչքան կարեւոր է ներքին դիմադրողունակությունը, ներքին իմունային համակարգի ամրությունը
արտաքին սպառնալիքներին ուրեմն դիմակայելու համար, դրանք չեզոքացնելու համար։ Դերեք մանրամասնենք ավելի։ Այստեղ իհարկե շատ դրական է, որ Հայաստանի վարչապետը եւ Մոլդովայի նախագահը հանդիպել են եւ մենք նաեւ այդ արարողակարգային այդ նկարներում, տեսանյութերում տեսանք, որ բավականին պատկառելի պատվիրակություններ են թե հայկական, թե մոլդովական կողմից։ Սա կարող է լավ սկիզբ լինել, բայց ես տեսնում եմ, որ հենց այս համատեքստում, որը մենք քննարկում ենք ձեր հետ, համագործակցություն մշտական հիմքով նաև ձևավորվի անվտանգության խորհուրդների մակարդակով, միջպառլամենտական մակարդակով, արդարադատության նախարարությունների մակարդակով, այսինքն ես նշում եմ այն մարմինները, ֆիքսել թե նպատակը ինչ ենք դնում։ Ամենակարևորը մենք տեսնում ենք օրինակ Մոլդովայի օրինակի կիրառության անհրաժեշտություն։ Ուսանելի համարում ենք մոլդովական հաջողությունը, ընդամենը վերջերս նրանք ընտրություններ անցկացրին եւ փաստորեն եվրոպական ուղին ավելի հիմնարար եւ կայուն դարձրին այդ երկրի համար։ Ինչու է Մոլդովան կարևոր, որովհետեւ կոմպակտ երկիր է, ինչպես Հայաստանը։ Ինչու է Մոլդովան կարևոր, որովհետեւ Ռուսաստանը ոչ պակաս ահռելի ուրեմն ներդրում եւ խաղադրույք էր կատարել Մոլդովայի վրա։ Ըստ էության նույն տարրերը քրեական, օլիգարխիկ նաև կեղտոտ փողեր, ահռելի ծավալի կեղտոտ փողեր, որը նշանառության տակ առնված ուրեմն այսպես կոչված մամուլ, այսպես կոչված կուսակցություններ, ժողովրդավարությունը ջախջախելու, պետականությունը կազմաքանդելու նպատակ։ Նաև գրոհայիններ, որոնք պատրաստվել էին Սերբիայում։ Դրանցից 40 քանի հոգու կալանավորել են։ Սերբիայի ճամբարներում նրանք հատուկ պատրաստվել էին եւ պարապել էին շենքեր գրավելու։ Երկու հայտարարություններ էլ անենք եւ ուզում եմ խոսքը տալ ձեզ, որտեղ դուք շատ եք ուսումնասիրել եւ կուզեմ որ կանգ առնեք դրա վրա։ Մայա Սանդուն այս շաբաթ հայտարարում է, որ Ռուսաստանը ցանկանում է ուրեմն գրավել Հայաստանի իշխանությունը, զավթել Հայաստանի իշխանությունը եւ դրան հաջորդում է Լավրովի հայտարարությունը, որ Արևմուտքը ցանկանում է, ՆԱՏՕ-ն ցանկանում է մեզնից պոկել, Ռուսաստանից պոկել Հարավային Կովկասը, Անդրկովկասը, ինչպես ինքն է նշում, եւ Կենտրոնական Ասիան, եւ մենք թույլ չենք տա։ Հիմա այս երկու հայտարարությունները Մոլդովայի նախագահի հետ հանդիպումը Հայաստանի վարչապետի եւ օրակարգային հրատապության մյուս հարցերը խնդրեմ։ Ըստ էության սա մեկ համալիրի բաղկացուցիչներ են տարեր։ Այո, պայքար է գնում եւ գնալու։ Ռուսաստանը այլ ձև չի պատկերացնում Հայաստանի հետ հարաբերությունները, քան վերտիկալ, քան վերադաս ստորադաս, քան սյուզերեն եւ վասսալ, եւ Ռուսաստանի համար ահավոր, այսպես ասենք, հոգեբանական դիսկոմֆորտ է, որով նաեւ վարակել են բավականին լայր սեգմենտներ այնտեղի հայ համայնքում եւ գործիքավորել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Եկեք սա հասկանանք, հատկապես նրանք, ովքեր ում ձեռքում նաեւ որոշակի ֆինանսական ռեսուրս է կուտակված։ Եվ այդ ամենը Ռուսաստանն այո ուղղելու է ընդդեմ Հայաստանի։ Հիմա Մայա Սանդուն ուղղակի այսպես ճշգրիտ ախտորոշում հայտարարեց, թե ինչ է անելու Ռուսաստանը առաջիկայում։ Եվ տրամաբանական է։ Ռուսաստանի հետաքրքրությունը գրգռվում է ընտրական ցիկլներով։ Կա ընտրություններ, նա կսկսի հետաքրքրվել, հենա արդեն Մարիա Զախարովան Վարդան Նիկոլաևիչի ողբներ անում երեք, չէ՞։ Թե ինչու, ինչպես, բա Եվրամիության հետ Եվրամիություն անդամակցելու կողմնակիցներին ինչի չեք նստացնում, դայլասուվերենության սահմանափակում։ Այսինքն փորձ էր աթոռը համեմատել էլեկտրական աթոռի հետ, հա, մոտավորապես։ Հիմա այս ամենը հաշվի առնելով, այո, մենք պետք է պատրաստ լինենք այս ճակատամարտին, եթե կուզեք։ Սա քաղաքական, գաղափարական, կազմակերպական հարթություններ ունեցող
շատ հստակ ճակատամարտ է, որովհետև արվում է հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ եւ սա վճռորոշ ճակատամարտ է, որը սպասվում է ամսի 7-ին։ Ինչի հունիսի 7-ին 2026 թվականի։ 26 թվականի հունիսի 7-ին, այո։ Երբ մենք խոսում ենք իշխանությունն էլ խոսում է, որ պատերազմ եւ խաղաղության միջև է ի վերջո ընտրությունը։ Խաղաղության լինել չլինելու։ Այստեղ պետք է նաեւ ավելացնել խաղաղությունն ինչ է նաեւ։ Խաղաղությունը միայն չպատերազմը չէ։ Խաղաղությունը նաեւ սուվերենությունն է, անկախությունը, զարգացումը, բաց ճանապարհները, այո եվրոինտեգրացիան։ Իսկ դրա հակառակը այդ ամեն ինչի բացակայությունն է կամ հակոտնյան։ Սա է ամենակարևորը, որ մենք պետքա ֆիքսենք։ Որովհետև սա էլ են մանիպուլացնում, եթե դուք խաղաղության կողմնակից եք, դե տղամարդ չեք, ուրեմն ազգային չեք, արժանապատվություն չունեք, հողատու եք եւ այլն։ Դավաճան։ Մինչդեռ մենք հասկանում ենք ինչա նշանակում, ինչ է իր մեջ ներառում խաղաղությունը եւ այս մարդիկ ինչին են դեմ։ Այսա շատ կարևոր է։ Խաղաղության այլընտրանքը ավելի կարծում եմ ճիշտ կլինի ուղղակի պարզ ասել, դա Հայաստանի չեղարկումն է։ Այո։ Չկա խաղաղություն, չկա Հայաստան։ Վերջ։ Չկա ժողովրդավարություն, չկա խաղաղություն, չկա Հայաստան։ Այսինքն շատ նշանային հանգամանքներ կան, որ մենք պիտի նշենք, թե ինչն է պայմանավորում մեկի գոյությունն ու չգոյությունը։ Այո, եւ ոչ թե ասենք վարչապետի անուն ազգանունը կամ, չգիտեմ, եւ ոչ պատահականորեն հենց թիրախավորվում են այդ կարևոր ուրեմն տարրերը, որոնք պայմանավորում են ի վերջո հայկական պետականության հարատևությունը։ Մենք առաջի օրից տեսել ենք հենց թիրախավորում ժողովրդավարության, հիմա էլ փաստորեն խաղաղությունը ասոցացվում է թուլության հետ, խաղաղությունը ասոցացվում է անկարողության հետ ունենալու հետ։ Այո, եւ սրանք գնալով ավելի ու ավելի մենք տեսնում ենք, որ հետևողական եւ ծավալներով ավելի մեծանում է այս քարոզչական ուրեմն ծավալները այս ուղղությամբ եւ այդտեղ անելիք կա իրապես։ Մենք կարող ենք հաստատապես վկայել, որ Հայաստանի տարբեր բնակավայրերում այսօր արդեն հոկտեմբերի 31-ն է, մենք կարող ենք ամփոփել նաեւ հոկտեմբերի այցելությունները Վարդենիսից մինչև Գյումրի եւ Ապարանից մինչև Աբովյան եւ Աշտարակ ու Չարենցավան ու Հրազդան մեծ հաշվով մենք տեսնում ենք, որ հասարակական իմունային համակարգը հասարակության ախտահարված է եւ մենք կարիք ունենք իրապես որպես քաղաքական նաեւ միջավայրի կարևոր դերակատար արագ արձագանքել այս հիվանդություններին, որտեղ տպավորություն կա, որ գոնե նրանք, ովքեր որոշումներ կայացնելու համար պատասխանատու լիազորություններ ունեն, առնվազն կամ չեն կարողանում դիագնոզել խնդիրները, հիվանդությունները կամ ի վիճակի չեն դրանք տեսնել եւ հասկանալ դրանց խորքը եւ այս իմաստով ես տպավորություն ունեմ, որ առաջիկայում զարգացումները մեծապես նաեւ պայմանավորելու են մեր ընդունակություններով, թե մենք արդյոք ի վիճակի կլինենք այդ հիվանդություններին արագ արձագանքել, արագ դեղատոմս դուրս գրել եւ հավաքական կերպով, այսպես անհատական մակարդակում նաեւ խոսել մարդկանց խնդիրների մասին, դրանք ինչքանով կապ ունեն ընդհանուր հարցերին եւ որքանով այդ խնդիրները տեղային նշանակության են։ Ընդհանուր առմամբ պիտի ասեմ, որ այո, գուցե Չարենցավանի, Հրազդանի, Վարդենիսի,
ապարանի խնդիրները առանձին ունեն առանձնահատկություն։ Լոկալ բնույթներ ունեն։ Մեծ հաշվով մենք շատ ընդհանրական համալիր եւ ինստիտուցիոնալ ճգնաժամի հետ գործ ունենք, երբ մենք ի վիճակի չենք եղել մինչ օրս համապատասխան կոմպետենցիա դրսևորել եւ հարցերին մոտենալ ավելի խորքային, ավելի ռազմավարական բնույթի որոշումներ արձակելու տեսանկյունից եւ այդ իմաստով այս հատվածական հրդեհները մարելու այս մարտավարությունը որակական որևէ բան չի փոխել եւ իներցիայով անցյալից եկած ինչ որ բան ունենք, իրավիճակ ունենք, որոնց պետությունը չի հասցրել կամ դեռևս ի վիճակի չէ դրանց արձագանքել համապատասխան քաղաքականություններով, ռազմավարություններով, համալիր մոտեցումներով, ինչը չափազանց կարևոր է եւ այս իմաստով եւս կարծում եմ, որ առանց Հայաստանի արտաքին քաղաքական հիմնարար փոփոխության ստանդարտների օրինակ եվրոպական ստանդարտների յուրացման եւ պրակտիկաների եւ օրինակ եվրոպական փոքր քաղաքների երկրորդային, երրորդային կամ շատ ավելի այսպես կոմպակտ քաղաքների օրինակով լուծումների սեղանի վրա ունենալու եւ դրանք որպես կիրառության համար անհրաժեշտ օրինակ եւ ստանդարտներ գործարկելու անհնար կլինի առաջ գնալ, որտեղ եթե մեզ թվում է, որ Եվրոպական միության անդամակցության հեռանկարը եւ Վարդենիսում արկա խնդիրները դրանք իրար հետ կապ չունեն, չարաչար սխալվում ենք։ Եթե մենք այս մեծ կոնստրուկտի հարցում այդ ռազմավարական որոշումը չունենանք եւ երկիրը այդ ռելսերի վրա չդնենք, ընդհանրապես զարգացման հեռանկարներն ու հորիզոններն ու ուղեցույցները մեզ համար կլինեն կշարունակեն մնալ անորոշ եւ տարերային։ Որոշակիություն պիտի մտնի Հայաստանի զարգացման կուրսը այս իմաստով չափազանց կարևոր է եւ մենք հատկապես կարող ենք սա վկայել, որտեղ տեղերում նաեւ իրավիճակին տեսել, շոշափել, արձագանքել ենք, նաեւ մարդկանց մաշկի վրա զգացել ենք, թե ընդհանրապես այն օրակարգերը, որոնք Երևանում արկա են, որքանով դրանք կապ ունեն այն օրակարգերի եւ առաջնահերթությունների հետ, որոնք գոյություն ունեն Եղվարդում, Ապարանում, Չարենցավանում, Հրազդանում կամ Գյումրիում։ Արման իհարկե ամեն տեղ ունի իր ամեն բնակավայր իր լոկալ խնդիրներն ունի, բայց ընդհանուրը հետեւյալն է։ Գիտեք ինչ, պերմանենտ կոնֆլիկտը, պերմանենտ պատերազմը մի քիչ էլ բթացնում է կառավարման համակարգերին օբյեկտիվորեն, սա էլ կա։ Որովհետև ով ինչ խնդրից ասում են այն մարդ դե սահմանին զենքի վրա է պետությունը կենտրոնանում, բա սահմանին մարդիկ են, զոհվում են, երեխեքը գնում են սահման են պահում եւ այլ, դուք հոս մանր խնդրով եկել։ Ու տենց քանի մանր կոչված խնդիրներ գնացել են, թաղվել են ու հիմա հավաքվել հասել է կրիտիկական մասշտաբների։ Որն է ընդհանուրը։ Մենք երբ որ խոսում ենք խաղաղության մասին եւ անվիճելիորեն դա մեծագույն բարիք է, որը պետք է դեռ նոր կառուցվի եւ պատուղները նոր հասունանան, բայց այնուամենայնիվ խաղաղությունն էլ արդեն պահանջում է նախ եւ առաջ որոշումներ, թե մենք ինչ ենք անելու այդ խաղաղության մեջ, այդ խաղաղության հետ։ Մարդիկ ասում են, հա, ապրեք խաղաղություն, ապրեք, զորանաք, ել չեն կրակում, ուրախ ենք, բայց ինչ անենք հիմա։ Եվ մենք տեսնում ենք ընդհանուր հետեւյալը։ Մենք չունենք ջրային ռեսուրսների կառավարման նոր համակարգի ձևավորման որևէ ռազմավարություն։ Տարերային իներցիոն վիճակ։ Մենք չունենք էներգետիկայի զարգացման ռազմավարություն։ Ընդդեմ ոնց պատահի։ Էլ չեմ խոսում այն այլանդակ երևույթը, երբ մանր գետերը ուղղակի մցրել են խողովակների մեջ եւ ցամաքացրել են այդ տեղանքը, որտեղով այդ գետն անցել է։
Երրորդը մենք գյուղատնտեսության ռազմավարություն չունենք։ Սա այն աստծո պատժին արժանի ուղղակի բարբարոսության է հասնում, երբ մենք հողերի 50%-ը չի մշակվում։ Մեր բնակչության մոտավորապես 40%-ն է գյուղաբնակ, այսինքն ապրիորի 40%-ը զբաղվում է ոչ այլ բանով, քան գյուղատնտեսությամբ, ու հողի կեսը թողնելով անմշակ։ Մենք այստեղ համակարգային խնդիր ունենք։ Եվ նշածս բոլոր ուղղություններով մենք չունենք նախարարություն, մենք չունենք պատասխանատու օղակ, հա, որը ունենա, ասենք, առաջին օրբիտայի գերատեսչության կարգավիճակ, որի հետ հասկանանք թեկուզ ժամանակավոր գործող այն առաքելությանը միտված, հա, այն անգլերեն, որ ասում են mission oriented։ Մենք նման հիմնարկներ պետք է ստեղծվի եւ այդ ռազմավարությունները ներկայացվի եւ իրականացվի։ Հիմա մենք ունենք դրա կարողությունը։ Հենց այստեղ է որ մենք այո, նաեւ լոկալ բիզնեսների զարգացման ռազմավարություն։ Մենք խոսում ենք լոկալ խնդիրների մասին։ Ես այդ ամենը Եվրամիության հետ մենք պետք է այդ ծրագրերի հետ խոսենք նախ, որովհետեւ ավելի ծանր մի իրողության ականատես ենք, երբ մենք ի վիճակի չենք լինում եղած փողերը ծախսել։ Այսինքն կան խնդիրները, մենք հասկանում ենք այդ խնդիրների ծավալը, խորությունը, բայց դրանց մոտենալու եւ դրանց լուծումներ գտնելու համար դրանք անհրաժեշտ են ծրագրեր, համապատասխան բիզնես պլան, համապատասխան մոտեցում, ընդհանրապես պատկերացում, ինչպես այդ խնդիրները վերացնենք։ Եվ պարզվում է պետությունը դրա կարողությունը չունի եւ նաեւ կարծես պատկերացում չունի կարողություն ձեռք բերելու ժամանակակից մեթոդների մասին։ Դուք խոսում եք խնդիրների մասին, որոնք այս պահին դեռ քաղաքականության մակարդակում նույնիսկ անորոշության են մատնված, բայց օրինակ մենք նաև այցելում ենք բնակավայրեր, որտեղ տեսնում ենք եւ ճանապարհ կա, եւ դպրոց կա, եւ հիվանդանոց կա, բայց այդտեղ նույնիսկ տարրական բժիշկ եւ ուսուցիչ չկա։ Այսինքն մի կողմից շատ լավ է, որ մենք այսպես վերակառուցում ու նորոգում ու նոր տեսք ենք տալիս։ Ենթակառուցվածքների վրա առաջնահերթ դպրոցները եւ հիվանդանոցները, բայց մենք այսօր Վարդենիսում բժշկի խնդիր ունենք եւ արդյոք մենք պատրաստ ենք իրապես լուծում գտնել, թե ինչպես պիտի ապահովենք սահմանամերձ բնակավայրերում, ընդհանրապես Հայաստանի բոլոր քաղաքներում պատշաճ բժշկական ծառայություններ։ Եթե մենք սա չենք կարողանում ապահովել, Վարդենիսին ինչպես իրեն քաղաքի մաս զգա եւ քաղաքացի զգա։ Եվ եթե մենք չենք կարողանում պատշաճ վարձատրել Վարդենիսցի ուսուցչին, որ գնա այնտեղ արժանավայել գիտելիք եւ կրթություն տա։ Եվ Վարդենիսցի երեխան սովորի ոչ ավելի, ասենք, ցածր մակարդակի դպրոցում, քան ասենք Երևանի կենտրոնում։ Այո, ի վերջո միջնակարգ հանրակրթական դպրոցը պետք է լինի ստանդարտիզացված ամբողջ Հայաստանում։ Եվ այստեղ, քանի որ դուք գյուղատնտեսության մասին եք խոսում, ուզում եմ օրինակ բերել, թե ինչպես է Միացյալ Նահանգներում օրինակ հանրակրթական դպրոցը նաև օգնում, որպեսզի դպրոցից դուրս գան աշակերտները արդեն պատկերացում ունենալով տեղական նշանակության ապրելու համար, այո, որպեսզի իրենք արդեն ունենան որոշ գիտելիքներ, հմտություններ եւ պատկերացում իրենց ապագա հետագա անելիքների վերաբերյալ, եթե իրենք որոշում են մնալ այդտեղ, իրենց ընտանիքների հետ շարունակել ապրել, ոչ թե ուրեմն դուրս գալ դպրոցից եւ խարխափել անգիտության մեջ, չիմանալ ինչով պետք է կամ գնալ մեգապոլիս։ Այո, եւ ինչ հեռանկարներ կան հենց տեղում, ինչ հնարավորություններ կան հենց տեղում։ Եվ դա պիտի դառնա մեր ուսումնական ծրագրերի մասը, Վարդենիսում համապատասխանաբար պետք է Վարդենիսի ուրեմն տարածաշրջանի համար հարմարեցվի այդ ուսումնական ծրագիրը, դրան պետք է կցել նաև, եթե անհրաժեշտ է, հավելյալ այլ մասնագիտական աշխատանքի ուսուցում առարկան օրինակ, չէ՞, եւ տեղայնացնել եւ դա ուրեմն պրակտիկ կիրառական ուրեմն
տեսք տալ։ Սրանք հարցեր են, որոնք Արիզոնայում տեխնիկական մշակաբույսերի հետ կապված են, չէ՞, բանանում։ Կալիֆոռնիայում, ասենք, այնտեղ նարինջների հետ, ասենք, Կալիֆոռնիայի մի հատվածում նարինջների հետ, Հյուսիսում, ասենք, անտառի հետ կապված գիտելիքներ են տալիս, որ մարդիկ, ասենք, այն Յոսեմիտիում աշխատեն, չգիտեմ, այնտեղ առլի հիմնար կա, չէ՞, վերջո աշխարհի ամենամեծ արգելոցներից մեկն է, եւ այլն։ Սրա մասին է խոսքը։ Սա պիտի մեզ համար ուղեցույց դառնա եւ նաեւ դպրոցը, որը պարտադիր փաստորեն նաեւ ուսումնառության այսպես ավագ դպրոցը հատկապես մի ժամանակահատված է, դա պիտի անհրաժեշտ գիտելիքներով օժտելու մի կարևոր շրջան դառնա, որտեղ մենք տեսնում ենք նաեւ թե գիտելիքի պակասի պատճառով ինչպիսի մեծ խնդիրներ են առաջ գալիս, երբ գյուղացիներին վարկ է տրվում, օրինակ զբաղվելու գյուղատնտեսական, չգիտեմ, բիզնեսով եւ մարդիկ ուղակի պատկերացում չունենալու պատճառով ահռելի վնասներ են կրում եւ ահռելի պարտքերի տակ են գնում, չհասկանալով թե այդ ֆինանսները ինչպես պիտի կառավարեն, այդ բիզնեսը ինչպես պիտի վարեն, ու սա հավելյալ ուրեմն նորանոր խնդիրներ է եւ մենք տեսնում ենք ընդհանրապես անհաղորդ իրավիճակ պետական մարմինների կողմից, մարդիկ գալիս են, դահկը գալիս է իր պարտականությունները իրականացնելու, մարդիկ ուղղակի անակնկալի են գալիս, որ իրենք օրինակ միլիոնների պարտք են կուտակել, որտեղ սամբաված ժամկետներում, որոնք իրենք են ստորագրել, ոչ մի պարտավորություն չեն կատարել։ Դա ամենը գիտելիքներ, ունակություններ է պահանջում։ Առանց դրա մարդկանց մցրել են այդ գործի մեջ, ուզեցել են լավություն անեն, դարձել է վատություն։ Հիմա էլ պրոբլեմա դառնում, օրինակ։ Եվ սրանք այո, միկրոխնդիրներ են, բայց պիտի նաև հաստատապես խոսենք այն մասին, որ առանց այդ անհատական մակարդակում բարեկեցություն եւ մարդկանց կյանքը բարելավելու, մենք հավաքական բարեկեցության ուրեմն չենք կարող ձգտել։ Ուրեմն անհատական մակարդակում Վարդենիսցի Արմենը, Կարենը եւ Տիկին Սիրանուշը, եթե չեն հաջողում, պետությունը չի հաջողում։ Այո, հավաքական Հայաստանի Հանրապետությունը հաջող պետություն է, ձեր ասած Արմենով, Տիգրանով, Սիրանուշով։ Սա է Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե զինանշանը, դրոշը, որը այո, դա խորհրդանշում են, բայց բովանդակային առումով, այո, այդ մարդիկ են։ Հայաստանի Հանրապետության ուժը Հայաստանի Հանրապետության քաղաքացով է։ Մարդկանց ուժի մեջ է։ Որքանով է նա հաջողում իր գործունեության մեջ։ Որքանով է նա կարողանում բացել ինքն իր կարողությունները, տաղանդները, իր նվիրվածությունը, իր արած գործին հանուն իրեն։ Եվ արդյունքում ուժեղանում է, այո, Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության ուժեղացման ուրիշ ձև գոյություն չունի։ Ուղղակի գոյություն չունի։ Եվ ճիշտ ասած այս շաբաթ նաև քննարկվում էր, թե պետությունը պիտի դպրոց եւ ճանապարհ կառուցի, թե գործարան։ Գիտեք ինչ, մարդիկ թաթախվել են ինչ-որ մի գործունեության մեջ, որից գլուխ չեն հանում, հա, ոնց որ բժիշկը կամ ով իրեն բժիշկ է կոչում, անատոմիա, ֆիզիոլոգիա չիմանալով, մեկ էլ վերցնի, ասենք, լանցետը, հա, ու մեկի փորը բացի ու ասի, մի հատ սպասեք, հեսա տեսեք ինչ եմ անում, սենց պետք չի, նենց հա պետք։ Ախր տես չի էլի։ Այդ մարդիկ, ովքեր խոսում են նման բաներ, պարզ ժողովրդի լեզվով ասած չեն հասկանում ինչն ինչից հետո է, ինչը ինչպես է, ինչը որտեղ է աճում, հա, գաղափար չունեն։ Որ պետության գործը գործարան սարքելը, պետությունը գործարան սարքող չի 21-րդ դարում։ Պետությունը պայմաններ ստեղծող է, խաղի օրենքներ ստեղծող է, ունիվերսալ, քաղաքականություն մշակող է, այդ ռազմավարական ուղղությունները սահմանող, որ մեզ համար չափազանց կարևորություն ունի այսպիսի պայմաններ ապահովող, իսկ դուք էլ բիզնեսմեն եք, եկեք կառուցեք այն գործարանը, որը դուք նպատակահարմար կգտնեք։
Դրա համար անհրաժեշտ հարկային արտոնություններ, մաքսային արտոնություններ, դրա համար ինտերնետ ջուր հոսանք ապահովել, որպեսզի այդտեղ մենք կարողանանք 101, 102, 103, 104 ծառայությունների անխափան աշխատանք 911 եւ այլն, սա է պետությունն։ Դատարան առաջին հերթին, որովհետև առանց դրա կարողանան իրենց սեփականությունը պատշաճ կերպով չկա դատարան, չկա դատական համակարգ, իրական ռեալ, հա, ոչ թե չի լինելու ներդրումներ։ Այո, դատական համակարգից է կախված մեր լավ ապրելը։ Սա այս ընկալումը չկա, ոչ թե միայն արդարությունը չի։ Այո, մեր լավ ապրելն է նաև։ Սրանով պայմանավորված չի լինելու առանց դատական համակարգի մենք տնտեսական բարեկեցության հույս չենք կարող ունենալ։ Ոչ Հայաստանի քաղաքացին է Հայաստանում ապրող ներդերում անելու, ոչ էլ դրսից ինչ-որ այլ մարդ։ Եվ առանց դատական համակարգի այն բոլոր պայմանավորվածությունները, որ մենք Վաշինգտոնում նույնիսկ ձեռք ենք բերել, չենք կարողանալու առաջ տանել, որտեղ ի՞նչ է մեր ակնկալիքը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից, որ ինքն իր հետ ալիք կբերի ներդրումների եւ մենք տնտեսական բարեկեցություն կունենանք։ Որևէ ներդրող առաջին հերթին երկրի իրավական, քաղաքական իրավիճակն է ուսումնասիրում։ Ինչ ինդեքսի եւ ինչ հաջողություններ ունի Հայաստանը այդ իմաստով։ Դատական ռեֆորմները Հայաստանում ձախողվել են հիմնավորապես 7 տարում մենք որևէ առաջընթաց չունենք, հակառակը ավելի ու ավելի տեսնում ենք, որ դատական իշխանությունը ամեն ընտրական ցիկլի հետ սկսում է ավելի ու ավելի նյարդային իրեն պահել եւ ակնկալել, որ իր երազած ժամանակները կարող են երանելի են, տալ առնելու ժամանակները կվերադառնան եւ այո, նաեւ ինչու՞ չէ, որոշումները այս կամ այն կերպ ուրեմն պայմանավորել այդ իրողությունները։ Այո, այսինքն կոռուպցիոն շահը դատական համակարգի որոշ շրջանակների մոտ մնում է ակտուալ եւ այո նրանք սպասարկում են եւ սպասարկելու են այդ շահը, քանի իրենց գլխին չի խփել պետությունը, որում բավականին ծանր մուրճով։ Եվ այս իմաստով նորից գալով Հայաստանի ներքին խնդիրներին, նորից գալով մոլդովական օրինակին, հիմնարար մի քանի անելիք կա։ Գնալ կեղտոտ փողերի հետևից, հասկանալ քրեական տարրերը, որոնք Ռուսաստաններից եւ նախկին խորհրդային այլ երկրներից բերվում են Հայաստան, ներմուծվում են մեր քաղաքական միջավայր, սկսում են փողոցում իրենց անելիքը տեսնել եւ այս տարրերի նկատմամբ ինչ արձագանք կա իրավապահ մարմինների կողմից, համարժեք արձագանք կա թե ոչ, ընդհանրապես օրինակ ժողովրդավարության եւ պետության հակառակորդների նկատմամբ ինչպիսի քաղաքականություն է դրսևորվում։ Մենք տեսնում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությունների համար քրեական ուրեմն նրա զինանոցը, այսպես քրեական գործերի Արծես ավելացվում է եւ շատ լավ է, դա նախադեպային կարող է լինել։ Շատ լավ է, որ այդ իմաստով ուրեմն քայլեր են արվում, նրա հայտարարությունները միութենական պետության վերաբերյալ ուրեմն արժանի, այսպես իրավական գնահատականի են արժանանում։ Այդպիսի հայտարարություններ արել են նաեւ այլ քաղաքական այսպես կոչված դերակատարներ։ Ռոբերտ Քոչարյանը քանիցս խոսել է հօգուտ Հայաստանի ուրեմն միութենական պետության անդամակցության։ Եվ գործողություններ արել կոնկրետ դրա անխուսափելի դարձնելու համար։ Իրավական գնահատականի չի արժանացել, մենք չենք տեսել որևէ վարույթ այդ ուղղությամբ եւ այս ընտրովի արդարադատությունը, այսինքն մի բան, որ չի կարելի Վարդան Ղուկասյանին, կարելի է Ռոբերտ Քոչարյանին։ Մենք տեսնում ենք ամեն օր հայկական եթերում քարոզչություն հայկական պետականության, ժողովրդավարության դեմ ուղղորդված քայլեր եւ գործողություններ։ Դա պիտի ունենա կոնկրետ հետևանք թե ոչ։ Մարդիկ տեսնում են, որ անպատիժ են մնում, մարդիկ տեսնում են, որ որևէ հետևանք չի առաջացնում սա, իրենց այդ գործողությունները ավելի սաստկացնում են եւ ավելի մեծացնում են ծավալն ու մակերեսը պետականության դեմ իրենց գործողությունների։ Եվ Մոլդովան
իհարկե շատ լավ օրինակ է, բայց մենք պիտի նաև նկատի ունենանք, որ մոլդովական անհաջողությունը Ռուսաստանի Հայաստանի ուղղությամբ մոտիվացնում է նորանոր ուրեմն ուղղություններով եւ ծավալներով ու խորությամբ աշխատանքները ուրեմն սաստկացնելու եւ այս իմաստով Հայաստանը ավելի պիտի պատրաստ լինի նորանոր փորձությունների, նորանոր սպառնալիքների դիմակայելու եւ մենք էլ ուզում ենք տեսնել, թե ինչպես է պետությունը պատրաստվում ուրեմն ինչ հակաքայլեր են պատրաստվում իրականացնել թողնել այս բոլորը կրկին ժողովրդի գիտակցության միայն վրա այո հա բայց մենք հասկանում ենք որ այստեղ ուղղակի երբ որ կեղտոտ գործիքներ են սկսում օգտագործել գիտակցություն ունենած չունենած դա կարող է ել չօգնել ի վերջո սրանք պրոֆեսիոնալների կողմից կազմակերպված, արդեն տարիներով թրծված այդ ամեն ինչում փորձարկված գիտականորեն հիմնավորված մեթոդներ են, որոնք իհարկե միշտ չէ որ հաջողության են հասել այս կամ այն ձևերով եւ հետո ասենք Ուկրաինայի պարագայում անցել է արդեն ուղղակի դասական պատերազմ, բայց այնուամենայնիվ այո ծառայությունները մասնագիտացած են այդ դիվերսիոն գործունեության մեջ եւ ուղարկում են հենց շատ լավ նպատակադրված Եվ պետության պարտականությունն է, որպեսզի մենք մեր քաղաքացիներին մաքսիմալ պաշտպանենք, հո մեր քաղաքացիները լաբորատորիա չեն, եւ մենք չպիտի թույլ տանք արտաքին այդ ազդեցությունների հասանելի լինեն քաղաքացուն, մենք էլ ասենք դե քաղաքացի դու գիտակից ես մի բան արա, դա չի լինի։ Ինչն է Մոլդովայում ամենակարևորը այս ամենում։ Մոլդովայում ամեն ինչ արվել է նախ օրենքով։ Այդ օրենքները անցել են փորձաքննություն Վենետիկի հանձնաժողովում որպես եւ գնահատվել որպես օրենքներ, որոնք ամրապնդելու են ժողովրդավարությունը։ Մեզ նախ եւ առաջ այդ պակասող օրենքների համախումբն է անհրաժեշտ, որը պետք է արվի։ Զուգահեռաբար դրանց իրավակիրառական պրակտիկայի հետ կապված մեր իրավապահ մարմիններում պետք է լինեն տրեյնինգներ, այսպես ասեմ։ Մեր գործադիր իշխանությունը պետք է իմանա ինչը ինչպես է արվում հատուկ ծառայությունները եւ հասարակությունը հասարակական մոբիլիզացիա եթե հասարակությունն անտարբեր է մեջքով շրջված է ընդհանրապես քաղաքականությունից քաղաքական դասից քաղաքական տեղեկատվությունից եւ միայն ուղղակի զզված է ամեն ինչից շատ դժվար կլինի սրան դիմագրավել, որովհետև այդ հիբրիդային պատերազմ վարողները հենց այդ կոնտինգենտից են սովորաբար հավաքագրում իրենց ասես սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ այդ հատվածը հասարակության ամենաստվարն է, մոտ 60% եւ թիրախը փաստորեն ամենամեծն է իր թվով եւ իր պոտենցիալով։ Մի կարևոր բան, մենք Երևանում տեսանք, որ ընտրությունների ժամանակ 23 թվականներ, չէ՞։ Թե 22։ Մի խոսքով Երևանի ընտրությունները 23 ոնց էր ինչ տրենդեր ուրվագծվեցին։ Մենք տեսանք Գյումրին ինչ տեղի ունեցավ։ Մեծ խոսալով չի էլի։ Սա պրոբլեմ է դառնում։ Սա դառնում է լուրջ պրոբլեմ։ Եվ պահանջում է լուրջ վերաբերմունք, այլ ոչ թե միայն դե լավ դուք գիտակից եք մի բան արեք։ Մենք գոնե տեղերում տեսնում ենք մարդկանց տրամադրությունների շեշտակի տրանսֆորմացիան, այդ փոփոխությունները եւ դրանք արագ արձագանքման կարիք ունեն։ Մարդկանց առաջին հերթին պետք է հույս վերադարձնել ապրելու ապագայի եւ վաղվա օրվա նկատմամբ մարդիկ պիտի հավատ ունենան եւ դա զգացում որ իրենք անելիք ունեն, հա, այլ ոչ թե ես մեկը բան չունեմ ապագայի մեջ իրենք տեղ ունեն։ Իսկ դից բան չի կախված։ Եվ որ խաղաղություն այդքան ասում ենք, առանց այդ մարդու անհատական մասնակցության եւ ներգրավման այդ խաղաղությունը տեղ չի ունենալու եւ խաղաղությունը տեղ չի հասնելու եւ մեզ ընդհանրապես պետք չի այն խաղաղությունը, որը
Վարդենիսցի Արմենին, Տիգրանին եւ Սիրանուշին չի վերաբերելու։ Խաղաղությունը այս մարդկանց բարեկեցությունն է անհատական մակարդակում, ապարանցի Լուդվիգի եւ Սուրենի կաթը ժամանակին տեղ հասցնելու, անհրաժեշտ ծավալները իրացնելու, ուրեմն նաև ծավալները մեծացնելու, հեռանկարը տեսնելու գործառույթների մեջ է, որ պետությունը անհրաժեշտ պայմաններ ստեղծի, ոչ թե կաթի փոշու ծավալները ներկրված կաթի փոշու ծավալները մեծացնես եւ այս մարդկանց խեղտես անասուն պահելու, իրենց ունեցած գլխականակը վերացնելու, որոշման առաջ կանգնացնես եւ թույլ չտաս, որ մարդիկ ավելի ու ավելի իրենց տնտեսությունները կարողանան հզորացնել եւ եկամուտները ավելացնել։ Այս հարցերը սեղանի վրա պիտի բերվեն եւ ես կարծում եմ, որ այս հարցերը պիտի լինեն առաջիկա մեր քննարկումների առարկան ավելին քան այն մեծ այսպես կոչված օրակարգերը, որոնք ստվերում են, թողնում են հիմնական հարցերը ապարանցի Կարոյի, Արմինեի եւ աշտարակցի Մեսրոպի ու Վարդանի հարցերն են պայմանավորում ներքին օրակարգերը եւ մենք այս մարդկանց օրինակներով պիտի նաեւ խնդիրներին ծրագրային լուծումներ բերենք եւ իհարկե մարդը լավագույն քաղաքական իրավիճակը կլիներ, երբ մենք այս քննարկվող այս հարցերը տանեինք խորհրդարանում ունենայինք քննարկումների մի դաշտ, որտեղ գյուղական նշանակության հարցերը, մարզային նշանակության հարցերը, ուսուցիչների, բժիշկների, մանկապարտեզների, մեր կրթական հաստատությունների, մանկավարժական համալսարանի, պետական համալսարանի ընդհանրապես ուղղությամբ պետության մասնակցության, պետության ներդրումների արդյունավետությունը կգնահատեինք, ընդհանրապես կախտորոշեինք մեր երկրի հիվանդությունները եւ համապատասխան խորհրդատուներ ներգրավելով դրսից այն ուղղություններով, որ մենք դեֆիցիտ ունենք, դրանք կարողանանք լրացնել, դրանց կարողանանք ուրեմն համալիր համակարգային լուծումներ գտնենք, որտեղ ինչպես նշեցինք, Մոլդովան էլ օրինակ կոմպակտ երկիր է եւ իրենք ներքին իրենց ռեսուրսներով չէին կարողանա այսքան արդյունավետ լուծումներ գտնել, բայց ինչը օգնեց մոլդովացիներին դա անել։ Ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ ընդունել, դիագնոզել խնդիրները, հասկանալ, որ այս ուղղությամբ չունենք օրինակ մասնագետ, ուրեմն պետք են մասնագետներ հրավիրել։ Չգիտեմ, գնում ենք հարցնում ենք, օգնում է նաև Մոլդովայի ռազմավարական որոշումը, որ իրենց ապագան եվրոպական միության հետ է եւ այն քայլերը, որ իրենք անում են այս կամ այն կերպ շոշափում են այդ հերանեկարը, որ Ռումինիայի նախագահան նույնիսկ վերջերս նրանց խոստացավ 2028 թվականին Մոլդովան Եվրամիության կազմում ընդգրկելու արդեն քաղաքական հնարավորության մասին։ Երկիր, որ 2022 թվականին է կանգնել այս ռելսերի վրա մեծ հաշվով։ Կոռուպցիա ճահիճից դուրս գալ, որ ստանձնեց այդ երկրի ղեկը, որևէ կոմպրոմիսի չգնաց ֆաշիստական Ռուսաստանի հետ, չբալանսավորեց եւ որևէ սպառնալիքի առաջ չկանգնեց, չվախեցավ, հետևողականորեն ուրեմն մնաց հավատարիմ իր հավատամքին, իր որոշմանը Մոլդովայի եվրոպական ապագային եւ մենք տեսնում ենք արդյունք։ Մենք ուզում ենք քաղաքական դասի հավաքական Հայաստանում եւս այս հավաքական համախոհություն այս իմաստով, որ Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի պետականության ամրությունը, Հայաստանի բարեկեցությունը եւ Հայաստանի ապագան ու հարատեվությունը բացառապես եվրոպական ինտեգրացիայի մեջ է, մեր պետական ինստիտուտները ամրացնելու, մեր տնտեսական կարողությունները զարգացնելու, մեր էներգետիկ հնարավորությունները կայունացնելու եւ զարգացնելու, մեր ենթակառուցվածքները, ջրային ռեսուրսները, գյուղատնտեսությունը, ուրեմն մեր հավաքական, գիտական պոտենցիալը ավելի
կազմակերպած տեսք տալու, զարգացնելու ուղղությամբ մենք ահռելի աշխատանք ունենք կատարելու ուրեմն եվրոպացի ուրեմն մեր գործընկերների հետ ու նախորդին նաև լրատվամիջոցների հետ էինք հանդիպում եւ տեսնում էինք առաջատար եվրոպացիների պատրաստակամությունը Հայաստանին այդ ընտանիքում եվրոպական ընտանիքում ընդգրկելու։ Մենք տեսնում էինք եվրոպացի լրագրողները իրենց հարցադրումներով որքան հակված են Հայաստանը տեսնելու որպես իրենց քաղաքակրթության մաս, որովհետև նաև այն ինչ հայկական քաղաքակրթություն ենք մենք կոչում իբնե դա անկախտելիորեն կապված է եվրոպական քաղաքակրթության հետ։ Շատ կարևոր է այստեղ եւս մի բան էլ, տեսեք եվրոպացիները իրենց հայացքը մի տեսակ ավելի ընդլայնել են, հա, եթե այո, որպես արժեքային հիմք, քաղաքակրթական ընտրանք, այդ ամենը կար եւ հիմա էլ կա, բայց սրան գումարվել է նաեւ այո աշխարհառազմավարական ընկալումը մեր տարածաշրջանի։ Իսկ ինչ-ինչ, բայց եվրոպացիները շատ լավ հաշվել գիտեն այդ ամենը եւ այստեղ մենք ֆիքսում ենք Եվրոպայի հետ մեր նպատակների, մեր շահերի եւ մեր արժեքների ընդհանրություն արդեն ֆիքսել ենք եւ ինչա նշանակում Հայաստանի եվրոինտեգրացիա, այդ ամեն ինչի ամրագրում։ Սա ամենակարևորն է, որ մենք պիտի ընկալենք։ Եվ հիմա մենք էլ տեսնում ենք, որ այս ամենը դե պետք չէր սա նպատակ ունի միայն Ռուսաստանին այստեղից վտարելու, կներեք, եթե Ռուսաստանն այստեղից չի վտարվում, այս ամենը իրականություն դառնալու։ Իհարկե ոչ։ Ես ուրախ կլինեմ, որ այդ խնդիրը այո նաև այդ տրամաբանության մեջ ընկալվի։ Այո, Ռուսաստանը պետք է վտարվի, հերիքը մենք ամաչենք դա ասել կամ արդարանենք, բայց չէ։ Ավելի առաջ գնալով, եթե մենք իրապես հավատում ենք խաղաղության հաստատմանը մեր տարածաշրջանում, խաղաղություն եւ Ռուսաստան անհամատեղելի են։ Եթե մենք իրապես հավատում ենք, որ մենք ի վիճակի ենք լինելու այս տարածաշրջանում խաղաղություն բերել, չի կարող միտեղ լինել Ռուսաստանը եւ այնտեղ լինի խաղաղություն։ Ռուսաստանի միջնորդած ոչ մի կոնֆլիկտ խաղաղություն չի բերել եւ չի բերելու։ Եվ եթե մենք շարունակում ենք այստեղ թույլ տալ Ռուսաստանի ահռելի էս տնտեսական, քաղաքական, ռազմական ներկայությունը, այդ թվում նաև իրենց գործակալական այս ամբողջ ցանցերով, այսպես կոչված քաղաքական եւ քվազի քաղաքական իրենց էլեմենտներով, ուրեմն խաղաղության հույս չպիտի ունենան։ Ու խաղաղություն կառուցում են առանց Ռուսաստան եւ առանց Ռուսաստանի այս գործակալական այս հակապետական, հակաժողովրդական, հակամարտկային, մարդասպան ուրեմն այս էլեմենտներով պիտի չեզոքացվեն, պիտի վերացվեն հիմնավորապես ուրեմն վերանան մեր քաղաքական միջավայրից, հասարակությունից այն բոլոր էլեմենտները, որոնք հակամարտկային են, ցեղասպան են եւ այս կամ այն կերպ այսօր էլ աջակցում են Ռուսաստանի գործողությունները։ Դրանք չեն կարող համատեղվել մեր ձգտումների հետ, որոնք վերաբերում են խաղաղությանը եւ մեր երկրի բարեկեցությանը։ Եվ Հայաստանը պետք է դառնա մի երկիր, որտեղից Ռուսաստանը գնում է եւ այլևս չի վերադառնում այստեղ, ինչպիսին Ֆինլանդիան է, Լեհաստանն է, Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան։ Այո, գնում եք, որ այլևս էլ հետ չգաք։ Ոչ թե գնացիք, բայց ոտնատեղ արեցիք, որ հետ գաք։ Ոնց որ եղավ 18-ից 20 թվականը։ Կամ ոնց որ 91 թվականին էր իբր գնացիք, բայց ամեն ինչ արեցիք, որ չգնաք։ Հիմա էլ եկել եք մեզ միութենական պետություն եք ուզում սարքեք մեր գլխին, որ Ռուսաստանը լիբերալ կամ դեմոկրատական Ռուսաստանը ուրեմն այլ որակի այլ առաջնահերթությունների Ռուսաստան է եւ որի հետ հնարավոր է նույնիսկ հարաբերություն պահպանել, դա մեր ռազմավարական սխալն է։ Այո։ Շատ շնորհակալություն այս հնարավորության համար, այս զրույցի համար, հուսամ այն հետաքրքիր եւ օգտակար էր նաեւ մեր հետևորդների, մեր հեռուստադիտողների համար։ Կհանդիպենք։ Շնորհակալություն։